Մարտի 16-ին Արամավիրի մարզի առաջին դատարանում քննվեց Արամայիս Թախմազյանը ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործը։ Կարգալույց քահանան վիճարկում է ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը իրեն կարգալույց հռչակելու վերաբերյալ։ Դատարանը որոշել էր պարտավորեցնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին վերականգնել Արամայիս Թախմազյանին հոգևոր հովվի կարգավիճակում։ Փաստաբան Արա Զոհրաբյանը նախորդ նիստի ժամանակ բացառք էր հայտնել դատավոր Հովհաննես Մելքոնյանին ու ներկայացրել էր անվստահության պատճառները։ Հայցը ըստ նրա չէր կարող վարույթ ընդունվել, որովհետև օրենսդրությամբ ամրագրված է, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին։ Մարտի 16-ի նիստում դատարանը բացարկը մերժեց։ Փաստաբանը ներկայացրեց այն օրենքները, որոնց համաձայն դատարանը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Սահմանադրության 10 կոդված է Հայաստանյանց Առաքելական Սուրբ եկեղեցու Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասնագետի երկրորդ կոդվածի խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասնագետի 10 կոդվածի կանոնակարգումներից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանից Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրաբերության սահմաններում։ Արամայիս Թախմազյանը նշեց, որ կարգալուծության հիմքերը ներկայացնող փաստաթուղթ չի ստացել։ Արա Զոհրաբյանը հիշեցրեց իր տրամադրած փաստաթղթերի մասին։ Նա նախկին հոգևորականին հարցեր ուղղեց առկա հայցադիմումի հոգևոր բարոյական կողմերի մասին։ Խնդրել եք հայցապահ միջոց կիրառել։ Դուք ասում եք, ես փաստաբան չունեմ, ես չունեմ, բայց դուք եք կազմել այդ միջնորդությունը։ Կազմակերպել եմ որոշ մարդկանց միջոցով։ Փորձել եմ, ես իմ կարողացած ուժի չափով որոշակի քայլեր անել։ Դուք չունեք զորակցություն։ Ումից։ Օրինակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զորակցություն չունեք։ Ես ոչ մի զորակցություն չունեմ։ Ոչ մի զորակցություն, եթե զորակցություն որևէ միտքից լիներ, իսկ թվում է այստեղ կլինեին կամ ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ տարբերակներով կլիներ։ Ձեզ ուղեկցող անձը, ձեզ պետության կողմից նշանակված պահապան չի։ Կարծում եմ, այս գործի ընդհանրապես առաջնորդ չի։ Չէ, այս գործի դա առաջնորդ չի, ես հրաժարվում եմ։ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Արամայիս Թախմազյանը կարգալույց էր հռչակվել եւ նա աշխարհիկ անձ է։ Ես հարցերով փորձում եի հասկանալ, թե ինքը արդյոք գիտակցում է, թե ինչ վտանգավոր մի գործընթաց է սկսել, երբ որ դատարանի միջոցով նա փորձում է գործել որպես հոգևոր հովիվ, այսինքն կատարել այդ ծեսերը, թեկուզ օրինակ երեխաների մկրտել եւ այս տեսակետից բնականաբար լուրջ խնդիրներ է առաջանում։ Նաեւ այնտեղ արագածոտի թեմում գործող հոգևորականների համար է լուրջ խնդիր առաջանում, որովհետեւ իբրև իրեն հոգևորական, եթե իրեն կընդունեն եւ իր հետ աղոթակից լինեն, դա կարգալուծության հիմք է։ Այսինքն այսպես մի մեծ շղթա է առաջանում այս խախտումներից եւ նաեւ բնականաբար երբ նա նշեց, որ ինքը չունի, այսպես ասած, զորակցություն, այդ էր ինձ հետաքրքրում, նաեւ այդ հարցն է ինձ հետաքրքրում, թե ինչպես չունի զորակցություն, երբ օրինակ ինքը պետության կողմից տրամադրված անվտանգության ծառայողի միջոցով իր հետ է շրջում։ Ըստ փաստաբանի դատավորը ծանր կացության մեջ է դրել Արագածոտնի թեմի հոգևորականներին եւ հավատացյալներին, այդ մասին է վկայում նաեւ Արագածոտնի թեմի հոգևոր դասի վերջերս հրապարակված հայտարարությունը, որով քահանաները իրենց անհամաձայնությունն են հայտնում դատարանի որոշմանը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ կարգալույց հոգևորականները աշխարհական անձեր են եւ դատարանի որոշումները անհամատեղելի են եկեղեցական կանոնի հետ։ Փաստաբանի դիտարկմամբ ակնհայտ է, որ Ստեփան Ասատրյանի, Արամայիս Թախմազյանի եւ Արման Սարոյանի գործերում դատավորները ճնշման ներքո են գործում։ Նման ակնհայտ ակնառու ապօրինի որոշում չեն կայացնի։ Ինչ է նշանակում դատանի որոշման պարտադրել աշխարհիկ անձին, որ նա քահանայի գործառույթ անի։ Այսպիսի բան չի եղել, ես այսպիսի բան չեմ լսել։ Ասում եք աշխարհիկ անձին պարտադրեն, որ նա քահանայի գործառույթ անի, չի կարող այսպիսի բան լինել։ Հոգևոր տիրույթ իրավունք չունի մտնի դատարանը։ Դա արգելված է մեր օրենքով, ուրեմն կրոնական կազմակերպությունների խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 18-րդ հոդվածում ուղղակի գրած է։ Պետությունը չի միջամտում եկեղեցու ներքին կյանքին։ Եվ չի ասում, գործադիր իշխանությունը կամ օրենսդիր, ասա պետությունը։ Դրա մեջ մտնում են բոլոր իշխանությունները։